Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 23-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 23-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ այստեղ, գիտեք, հիվանդանոցի հետ կապված ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու։ Գուցե այնտեղ դուրս եք գրում հիվանդին, կամ շատ լավ է իրեն զգում, կամ հղիության մասին է լուրը, հա, ինչ-որ մի բան է այնտեղ հիվանդանոցից, որ ուրախանում եք։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, նաև կտրուկ քայլ, կտրուկ կարող եք գնալ դիմել որևիցե մասնագետի, կարիքը լինի, կամ մասնագետը ձեզ կարող է զանգարել, դիմել, հա, ինչ-որ մի բան ասել։ Նաև ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք, հրավերք հարսանիքի, կամ պատրաստվում եք հարսանիքի գնալ։ Նաև սա գործարք է, որ կկնքեք եւ շատ հաջողությամբ իդեպ։ Հարաբերություններն են զարգանում ամուսնական, այն ինչ որ հա կանգնած էր խնդիրներ կարապա ոնց որ ավելի կլավանա, կզարգանա, առաջ կգնա, գործարք կարող եք կնքել եւ դա եւս առաջ գնա, զարգանա։ Նաև սա ցիկլային գործ է, որը եւս էլի կանեք, ոնց որ առաջ կգցեք։ Այդ օրը ոչ մի տեղ եք գնալու երկար մնալու։ Գուցե կարող է աշխատանքի հետ է կապված, հա, ինչ որ երկար բան պետք է անեք։ Եվ բավականին էմոցիոնալ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 23-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, ձեր գործերը մի փոքր առաջ կմղեք, կարիերան նույնպես դրանով առաջ կգնա, առաջ կմղեք, հանդիպում շփում ոչ է տղամարդու հետ, տարեց մարդ է, կարող ձեր տնօրենն է կամ մեկ այլ ինչ-որ անձնավորություն, ոմանք այդ օրը գործարք կկնքեն, ոմանք հարսանիքի հրավեր կստանան, նշանադրության, նաև ամուսնության առաջարկ կամ դուք կանեք կամ ձեզ կանեն։ Եվ այստեղ օրվա ընթացքում պարկում ուզում եք պարկել հանգստանալու, բայց ինչ-որ խոչընդոտներ կան, գուցե քնոտանում է ոնց որ աշխատանքի վայրում, բայց դե չեք կարող քնել, հա այդպես։ Նաև դա ինտիմ հարաբերություններ են, որոնք որ հետո ձեզ համար կարող են դառնալ խոչընդոտներ։ Օրվա ընթացքում նաև այստեղ ոչ է լավ լուր, ոչ է ինչ-որ լուսավոր մի բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Հետո նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, որից է հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու այդ օրը, շոդիր եղեք, եւ հետո ելք եք փնտրելու ինչ-որ մի հարցին լուծում տալու համար։ Նորական իրադարձություններ կան գրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 23-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ոչ է լուսավոր մի բան է ձեզ հետ տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև այստեղ հնարավոր է կարող է ոնց որ ձեր ձեռքից բաց թողեիք, բայց ոնց որ բաց չեք թողնում, դրա համար ուրախ եք։ Ինչ որ մի բան երկար չեք մտածում, հա, որ բաց թողեք։ Եվ այստեղ ընդունում եք ոչ մի առաջարկ, ընդունում եք ոչ ինչ որ մի պահ, եւ դա ձեր տրամադրությունը բարձրացնում է, էներգիայով լցվում։ Նույն տեսակ ոնց որ առաջարկում են, դե մարդը դրա համար միշտ բաց է թողնում այդ հնարավորությունը երկար մտածելու պատճառով, բայց դուք այս բանին հետ չեք մտածում։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը երեկոյան, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 23-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև գործերը կարող է չհասցնեք ամբողջությամբ անել, հանդիպում շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տարեց անձնավորությունը, գուցե նաև պետական աշխատող է, նաև դա կարող է լինել ձեր տնօրենը կամ ձեր հայրը։ Նաև հույսն դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, նաև այստեղ մեկ րոպե կներեք, հարևաններն էին տեղափոխվում, անընդհատ հպվելուց կպնում է զանգին։ Ուրեմն այստեղ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, նաև հույսով սպասում եք ինչ-որ բանի, օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Եվ երեկոյան ուրախանաք, որովհետև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ-որ մի բան ձեզ կուրախացնի այդ օրը։ Շատ լավ լուր է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 23-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում, դա կամ կապված է ձեր երկրորդ կեսի հետ, կամ ձեր հարազատ մարդկանց հետ, նաև պետական հիմնարկության։ Ինչ-որ մի բան է այստեղ, երեքը միասին։ Դա համար չի ստացվում, որ դա անեք։ Կամ ձեր սիրելին պետք է գնար, կամ ձեր տանեցիները պետք է գնային պետական հիմնարկություն ինչ-որ բան անելու, չեն արել, կամ չի ստացվում գնալ։ Այդ օրը նաև հաջողություն ունեք ձեր գործերում, այնինչ որ դուք կանեք, եւ շատ լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որ հուզվեք, նաև արտասվեք, ամենչապես եկեղեցանի մարդիկ կհավաքվեն ձեր շուրջ եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 23-ին։
Հարգելի օձեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, մեծ մարդ է, կարող է լինել ձեր տնօրենը, ձեր հայրը եւ այլն։ Նաև երկար սպասված նամակ եք ստանալու, տեղեկատվություն, գորգռում եք, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս կամ այնքան է ուշացել դրա համար եք գորգռում եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար ուրիշ ոչինչ չունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մարտի 23-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ամբողջ օր տատանվում եք, դրա համար չէի գտնում, թեթև բաներ էր ընկել, անընդհատ տատանվում եք, մեկ առավոտյան, մեկ հետո ցերեկը, արդեն ընտրության առջև եք կանգնած, անընդհատ այդ փուլում եք, անընդհատ այդպեսի ինչ-որ վիճակ է ձեզ մոտ, մտքերի մեջ եք լինելու ամբողջ օրը, և երեկոյան եւս էլի ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, պես լարված վիճակ է կամ սպասողական վիճակ է կամ անել չանել, հա, ինչ-որ մի բան դա է։ Ուրիշ բան չկա։ Նայեք ձեր լուսնային նշանը նաև եւ իհարկե ամսվա նշանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 23-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ միգուցե տեղափոխվում եք, վերանորոգում եք սկսում, միգուցե ինչ-որ գործողություններ եք անում տան մեջ, նաև առիթ է կամ ձեր տան մեջ կամ պետք է գնաք։
Նաև ոմանք այցելեն պետական հիմնարկություն, գուցե ուսումնական հաստատություն է, բժշկական հաստատություն է եւ այլն, ինչ որ մի տեղ որ կգնաք։ Նաև սա տան հետ կապված ժառանգության հարցեր են։ Գուցե տան վարձեք տանում վճարեք։ Նաև այդ օրը ելք եք փնտրելու ինչ որ հարցին լուծում տալու համար։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք կամ ժամի հետ կապված ինչ որ հարցեր են, որոնք որ կառաջանան։ Եվ հաջողություն ունեք։ Դռներ են բացվում ձեր առջև, օգտվեք։ Գուցե ելքն եք գտնում, ինչ կարելի անել, ինչպես կարելի անել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 23-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տարեց անձնավորություն է։ Նաև այդ օրը ելքեք ինչ-որ հարց ինչ-որ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու։ Նաև հանկարծակի լուր կլսեք, ոչ թե գործերը կզարգանան, առաջ կգնան, ոչ թե ոլորտը, հա, սա որը կաղում էր, որը կանգնած էր մի դիրքի, այդ դա առաջ կգնա։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք եւ հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 23-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը տան հետ կապված բայց իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև տեղափոխություն է, վերանորոգում է, ուբորկա եք անում, հյուրեր եք ընդունում, ինչ որ պահեր են այստեղ կամ առիթ է։
հեռախոսազանգ կունենաք այդ օրը նաև, սեղանի շուրջ եք նստելու և հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 23-ին։ Հարգելի շներ, այդ օրը առավոտյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, միգուցե հարսանիքի վերաբերյալ է, միգուցե մեկ այլ հարց է։ Նաև ոմանք պատրաստվում են հարսանիքի նշանադրության, ոմանք նաև ամուսնության առաջարկ կանեն, կամ ձեզ կանեն, կամ գործարք է, որը կարող եք կնքել, կամ ցիկլային աշխատանք է, որ ամեն օր անում եք։ Նաև դե պատրաստություն է, պատրաստություն, որ գնաք հարսանիքի։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Դե եւ եթե ձեր հարսանիքն է, դա արդեն մասնագետին դրա համար եք հանդիպում։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, բավականին էմոցիոնալ կլինեք, միայնակության դա դեպրեսիվ վիճակ ինչ-որ միայն ստրեսային պահեր են։ Եվ բայց հետո լուսավոր մի բան է տեղի ունենում, միգուցե ձեր տղայի հետ կապված կամ որևէ տղայի հետ կապված, որ կարող է ծանոթանում եք, կարող է ձեր սերնեում հանդիպում եք, ինչ որ մի պահեստ է, մի լավ բան է, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Ոմանց մոտ նաև կարիերայի բարձրացում է, միգուցե նաև պաշտոնի բարձրացում։ Առաջ խաղացում ունեք, այսինքն կարող է շատ են պատվերները, եւ այլն շատ են գործերը եւ ինչ որ շատ կարեւոր առաջադրանք են ձեզ տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին։ Ինչ է սպասվում խոզերին մարտի 23-ին։
հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում, երկուսնական։ Այստեղ հույսով սպասում եք, որ թե տեղեկատվության նամակի, միգուցե փաստաթղթի, այստեղ ստանում եք կարծես թե այդ տեղեկատվությունը եւ դա ձեզ համար շատ հաջողակ տեղեկատվություն է, ինչ որ մի լավ բան է, հա դա մեջը գրված լինելու կամ ինչ են ասելու ձեզ, նաև նամակը, եթե SMS-ի, հա, այդպես դա եւս։ Ինչ որ դռներ է բացվում դա ձեզ համար։ Օրվա ընթացքում կամ դուք եք կտրուկ քայլանում, ինչ որ հարցի հետ կապված, կտրուկ որոշում եք կայացնում, կամ ոչ է անսպասելի, հա, ինչ որ մի բան է տեղի ունենում ձեզ հետ, այդպես կտրուկ։ Եվ այդ օրը հանկարծակի լուր կլսեք։ Անսպասելի լուր է, որը կլինի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար ուրիշ ոչինչ չունեք, դա ինչ որ կա ամենայն դեպս լավ պահերին, ձեզ հաճելի օր եմ մաղթում։